Ուրեմն չհասկացողների համար, անհասկացողների համար, ավելի ճիշտ կլինի այդպես ասել, պետք է բացատրեմ, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին նա հենց ինքը արդեն ուղղափառ եկեղեցի է։ Քանի որ ուղիղ է փառաբանում Աստծուն, ճիշտ է փառաբանում Աստծուն։ Նայեք ինչպես է։ Աշտիշատի ժողովները, 3 աշտիշատի ժողովներ ենք մենք ունեցել։ Երրորդ ժողովը 435 թվականին Սահակ Պարթևի գլխավորությամբ, որտեղ ընդունվել են տարբեր կանոններ, որոնք ապացուցել են եւ ամրագրել են հայաստանյաց առաքելական եկեղեցու պատկանելությունը ուղղափառությանը, բայց ամենակարևորը այստեղ Դվինի ժողովն է, 506 թվականի Դվինի ժողովը, որը գումարվել է մարզպանական Հայաստանի Դվին մայրաքաղաքում մարզպան Վարդ Մամիկոնյանի եւ Բաբկեն առաջին Ոտմսեցի կաթողիկոսի գլխավորությամբ ներկա են եղել 14 նախարար, 20 եպիսկոպոս, ներառյալ այդ եւ նրանցից բացի նաեւ վրաց եւ աղվանից կաթողիկոս եւ եպիսկոպոսներ։ Մասնակցել են նաեւ Սյունյաց հոգևոր դասը, եպիսկոպոսներ, վարդապետներ, երեցներ եւ այլն։ Այդտեղ ժողովը արդեն գումարված էր, երբ ներկայանում է Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Սիմեոն եպիսկոպոսը իր հոգևորականներով եւ խնդրում են Բաբկեն առաջին կաթողիկոսին եւ ժողովի ներկաներին, այսինքն ժողովի մյուս մասնակիցներին, որպեսզի ճիշտ գնահատական տրվի նեստորիական դավանանքությանը, այսինքն եւ այդ ժողովից պահպանվել է միայն մեկ թուղթ, հայոց նամակ հայոց ի պարսս առ ուղղափառս, այդ թուղթը գրել է հենց Բաբկեն առաջի Ոտմսեցի կաթողիկոսը եւ այդ թղթում շատ ուժեղ քննադատվել է նեստորիականությունը եւ նույնիսկ նզովվել, հետեւաբար հայաստանյաց առաքելական եկեղեցին նույնիսկ Դվինի ժողովից արդեն ուղղափառ էր։ Իհարկե նաև քննադատվել է քաղկեդոնականությունը եւ Լևոնի տոմարը, բայց այստեղ նայեք ինչ կա, այսպես հայաստանյաց առաքելական եկեղեցուն մեղադրել, որ նա ուղղափառություն գնում է դեպի ուղղափառություն, դա ոչ թե սխալ է կամ սխալ է, եւ այդ մեղադրողները կամ հիմար են, չգիտեն հայոց առաքելական եկեղեցու պատմությունը, կամ էլ թե չէ միտումնավոր են դա անում, որպեսզի կոպիտ ասած, հա, ասենք, կարողանան ժողովրդին շեղել ճշմարտությունից եւ բարձրացնել եկեղեցու դեմ։